Ինչ նոր խաղացողներ էլ հայտնվեն Հարավային Կովկասում, միևնույն է, ըստ քաղաքագետ վերլուծաբանների, տարածաշրջանում առկա կոնֆլիկտները չեն կարող կարգավորվել, եթե դրանք չներառվեն 3 գումարած 3 ձևաչափում։ Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Հայաստանի հարավով անցնող թրիփի օրինակն է բերում։ Որքան էլ ԱՄՆ-ն փորձի իր դերակատարությունն ունենալ այստեղ, նախագիծը կյանքի չի կոչվի, եթե 3 գումարած 3 խորհրդատվական ձևաչափի անդամ 3 խաղացողները ինչ-որ հարցում անհամաձայնություն ունենան։ Բաղդասարյանը նկատի ունի Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին։ Ինչպես եք պատկերացնում, որ դա իրականացվի, եթե Ռուսաստանն ու Իրանը դեմ լինեն դրան։ Եվ ինչպես եք պատկերացնում, եթե Թուրքիան իր պահանջները առաջ մղի եւ պահանջի ավելի մեծ ներկայություն եւ ասենք Հայաստանը չհամաձայնվի, կամ Ռուսաստանը պահանջի մասնակցություն եւ Միացյալ Նահանգները չհամաձայնեն, Իրանը չհամաձայնվի, կամ Թուրքիան չհամաձայնվի։ Եթե նրանք չեն համաձայնվում, կոնսենսուս չկա մեր տարածաշրջանի ապագայի նկատմամբ, մեր տարածաշրջանում հաստատված որևէ խաղաղություն չի կարող տևական լինել։ Քաղաքագետի ձևակերպմամբ, որքան էլ Հայաստանն ու Ադրբեջանը փորձեն հարաբերություններ կայունացնել ու հաստատել, 3 գումարած 3-ի խոշոր 3 խաղացողները կարող են ցանկացած պահի տարբեր քայլերով ու մեխանիզմներով խախտել այդ փխրուն իրավիճակը։ Այդ 3 հիմնական խաղացողները պիտի համաձայնվեն Հարավային Կովկասում ստեղծված ստատուս քոյի հետ։ Եթե այդ համաձայնությունը չլինի, այդ 3 երկրներից յուրաքանչյուրը կոպիտ ասած փորձելու է վերմակը քաշել իր վրա եւ հրահրելու է նոր լարվածություն, նոր հակամարտություն։ Այնուամենայնիվ, այդ ձևաչափում էլ այնպես չէ, որ բոլոր երկրների ջրերը մի առվով են հոսում։ Լարված հարաբերություններ կան Իրանի եւ Ադրբեջանի միջև, հաճախակի է լարվում իրավիճակը Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ըստ վերլուծաբանների, այդ խորհրդատվական ֆորմատը հենց դրա համար է, որ առկա հակասությունները կարգավորվեն բանակցությունների սեղանի շուրջ։ Հարավային Կովկասում եւ Միջին Արևելքում համագործակցության հարցերով խորհրդակցությունների 6-ակողմ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան ձևաչափը 3 գումարած 3-ը 44 օրյայից հետո առաջարկել էին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը։ Այն ուներ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ֆունդամենտալ նշանակություն, որտեղ այդ նշանակությունը սահմանափակել Հայաստանի հնարավորությունները արտատարածաշրջանային դերակատարների միջոցով ազդելու հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագա կարգավորման ընթացքի վրա։ 3 գումարած 3-ի հաջորդ հանդիպումները պետք է անցկացվեն Երևանում եւ Բաքվում, անդամակցող երկրների որոշած հերթականությամբ։ Վերջին տվյալներով Հայաստանի արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ այդ ձևաչափով հաջորդ հանդիպման օրվա եւ վայրի մասին որոշում դեռ չկա, սակայն այդ ուղղությամբ շարունակվում են կառուցողական քննարկումները։ Ինչ պտուղներ ակնկալել 3 գումարած 3-ից։ Կերևա թերևս առաջիկայում սպասվող հանդիպումից հետո։ Ամեն դեպքում հնգամյա գործունեության արդյունքներն ամփոփելիս մասնագետները շոշափելի արդյունքներ չեն արձանագրում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։